Հրապարակը գրում է. Մայրաթոռում մի քանի օր է քննարկումներ են ընթանում։ Ինչպես անել, որ փետրվարի 16-ից 19 Ավստրիայում նշանակված եպիսկոպոսած ժողովը չխափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը իր ողջ ուժով եւ 10 տիրադավներով։ Նախորդին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայրաթոռի 6 եպիսկոպոս եւ 1 քահանա։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հոգևոր թևը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ վեհափառին կալանավորելու սպառնալիք մեսիջներ են փոխանցում Մայրաթոռին։ Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ հիպոթեքով տներ են գնում, շատ վարկ են վերցնում իրողությունը ներկայացնելով իբրև ձեռքբերում։ Իրականում այդ պատկերը մտահոգիչ է, ինչու, որովհետև վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի տվյալներով տնային տնտեսություններին տրվող վարկերը ավելացել են։ Սպառողական եւ հիպոթեքային վարկերի համապատասխանաբար 31.1%-ով եւ 26.3%-ով։ Քաղաքացիների կողմից սպառողական եւ հիպոթեքային վարկերի աճի տեմպը անհանգստացնող է, քանի որ այդ աճը շարունակում է էականորեն գերազանցել քաղաքացիների եկամուտների աճին։ Այսինքն բնակչության եկամուտները, աշխատավարձը, դրամական փոխանցումները եւ այլ իրական ունեցվածքը այդ ընթացքում չեն աճել համապատասխան թվերով, բայց միևնույն է, մարդիկ վարկեր են վերցնում։ Այսինքն եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությունը խոսում է այն մասին, որ մարդիկ վարկերի տակ կքում են։ Փաստը գրում է. Հայաստանյան լրատվամիջոցներն անընդհատ ահազանգում են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող չեխական Արնիկա կազմակերպությունը Հայաստանում պարբերաբար կատարում է ուսումնասիրություններ, հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում եւ քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները։ Նրանք արդեն հետազոտություններ են արել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում։ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների համաձայն այդ կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր գիտական տվյալներ, բայց ինչպես երևում է, Հայաստանի համապատասխան կառույցները որևէ քայլ այդ ուղղությամբ չեն անում։ Արնիկան հիմա էլ ուսումնասիրություններ է իրականացրել Սյունիքի մարզում։ Արնիկայի չստուգված տվյալները ակտիվորեն օգտագործվում եւ տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների եւ քարոզչական հարթակների կողմից։ Հայաստանի հասցեին տարածաշրջանային բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար։ Հարցն այնքան լուրջ է, որ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ 3 հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան։ Հրապարակը գրում է. նախընտրական վերադասավորումներից պարզ է դառնում, որ ընդդիմադիր դաշտում այս պահին 3 խոշոր միավոր կարող է ձևավորվել։ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող Առաջարկ Հայաստանին միավորը։ Չնայած Ռոբերտ Քոչարյանն օրերս իր ասուլիսում հույս հայտնեց, որ նախորդ ընտրություններին մասնակցած 25 ուժերի փոխարեն այս ընտրություններին կմասնակցի 7-ից 8 ուժ, ուստի փոշիացող ձայներն էլ ավելի քիչ կլինեն, սակայն այս պահին չի նկատվում, որ ընդդիմությունը հունիսի 7-ի ընտրություններին մտադիր է մասնակցել ավելի խելամիտ տարբերակով։ Առանձին կուսակցություններ, որոնք տարբեր հարցումներով չեն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, արդեն հայտարարել են միայնակ մասնակցելու մասին։ Այդ թվում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը։ Ակնհայտ է, որ անցողիկ շեմը չհաղթահարողներն ուղղակի կամ անուղղակի օգնելու են իշխանությանը։ 2018-ին այդ փոշին կազմել է 17%, որից 10-ը ստացել է Իմ Քայլը, եւ նրա տոկոսը դարձել է 73, բացարձակ մեծամասնություն։ Ընտրական օրենսգիրքը նաև 3% բոնուս է նախատեսում ամենաշատ քվեստացողին, որ նա լրացնի պակասը եւ ձևավորի կայուն մեծամասնություն։ 2021-ին էլ շուրջ 12% փոշիացվեց, որը կրկին օգնեց Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական մեծամասնություն կազմել, եւ դրա մեղավորն այն փոքր ու մեծ քաղաքական ուժերն էին, որոնք չհաղթահարեցին ազգային ժողովի անցողիկ շեմը 4% կուսակցությունների, 8% դաշինքների դեպքում։ Հրապարակը գրում է. Պալադիում հոլում ուրբաթ օրը կայացած Վարչաբենդի դիսկոտեկի ժամանակ շատերի զարմանքն է հարուցել տարեց պատգամավորների ներկայության փաստը։ Հրապարակված կադրերից երևում է, որ դիսկոտեկին մասնակցում են 79 մոտ Գագիկ Մելքոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Ղազարյանը եւ այլք։
Թերթը ՔՊ խմբակցության իր աղբյուրներից տեղեկացել է, որ պատգամավորներին հրահանգել են պարտադիր մասնակցել գլխաքանակ ապահովել։ Բանն այն է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի վաղ են դադարեցրել գրանցումները, քանի որ սպասվածից շատ մարդ է գրանցվել, իրականությունը բոլորովին այլ է եղել։ Միայն մի որոշ խմբի են թույլ տվել, որ գրանցվելու ընթացակարգով մասնակցի դիսկոտեկին։ Մեծ մասին իրենք են հրավիրել։ Դրանք կամ ՔՊ-ական էին, կամ ՔՊ-ի աջակիցներ։ Իսկ երբ ուշացումով հասկացել են, որ մասսովկան քիչ է, կարգադրել են, որ պատգամավորները մասնակցեն։ Չնայած ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել։ Ի դեպ, թերթին ասել են, որ այդ դահլիճում սովորաբար 200 հոգանոց միջոցառումներ են կազմակերպվել, բայց սեղանաթոռները հանած 400-500 մարդ կարող էին տեղավորել։ Դիսկոտեկի կադրերից երևում է, որ դահլիճը լեփլեցուն չէ եւ գլխաքանակի խնդիր են ունեցել, այլապես զառամյալ պատգամավորներին չէին հրահանգի ներկայանալ ջահելների դիսկոտեկին, որ բացը լրացնեն։